Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները պետք է մտահոգեն բոլոր քրիստոնյաներին։ Հայաստանի Հանրապետությունում կրոնական ազատության վիճակի եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ջոն Էյբները։ Կազմակերպությունը կրկին Հայաստանում է նոր փաստահավաք առաքելությամբ։ Պատվիրակությունը նոյեմբերին էր Հայաստան ժամանել հասկանալու եւ արձանագրելու իշխանությունների կողմից հայ առաքելական եկեղեցու սպասավորների բարերար Սամվել Կարապետյանի նաեւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ գործադրվող ճնշումները, պարզելու նոյեմբերից հետո ինչ է փոխվել։ Կազմակերպության նախագահ Ջոն Էյբները պատմեց, որ այս այցի ընթացքում հանդիպել է մարդու իրավունքների նախկին եւ ներկա պաշտպանների, փաստաբանների հետ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատվիրակությանն ընդունել է նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Տեսանք, որ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ամուր հաստատուն կերպով վճռականությամբ լի կանգնած է պաշտպանելու իր ազգը, հավատավոր ժողովրդին եւ կատարելու իր պարտականությունները։ Այսօր առավոտյան այցելել ենք նաեւ Բագրատ arczepiskopos Գալստանյանին, որն այժմ գտնվում է ազգային անվտանգության ծառայության բանտախցում։ Հետաքրքրական է, որ նա նույն բանտախցում է, որտեղ 1937 թվականի խորհրդային բռնաճնշումների տարիներին պահվում էր նաև Բագրատ arczepiskopos Վարդազարյանը, որին հետագայում մահվան դատապարտեցին։ Ուրախ էինք Բագրատ սրբազանին տեսնել քաջ առողջությամբ, պայմաններից եւ վերաբերմունքից չբողոքեց սրբազան հայրը։ Նա դրական է տրամադրված եւ համոզված է, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն։ Ջոն Էյբները լրագրողներին հայտնեց, որ սրբազան հայրը երկու նամակ է փոխանցել իրեն։ Մեկն ուղղված է Վաշինգտոնում այս պահին ընթացող կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին, մյուսը հասցեագրված է ԱՄՆ փոխնախագահ Ջոյդի Վենսին, ով առաջիկայում կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ջոն Էյբներն ընթերցեց գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված Բագրատ սրբազանի նամակը, որտեղ arczepiskopos-ը խոսում է ստեղծված իրավիճակի, անազատության մեջ գտնվող հոգևորականների, եկեղեցու պաշտպանության համար ձերբակալված բարերար Սամվել Կարապետյանի մասին։ Հայ առաքելական եկեղեցու եւս տասնյակ հոգևորականներ վերջին 8 ամսվա ընթացքում ենթարկվել են սպառնալիքների եւ բռնությունների, թեև դեռևս բանտարկված չեն։ Նրանց թվում է նաև մեր եկեղեցու առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Վարչապետ Փաշինյանը հրապարակավ հայրապետին անվանել է ազգային անվտանգության սպառնալիք։ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ պետականորեն հովանավորվող հակասահմանադրական արշավ է ընթանում, որի նպատակն է նրան պաշտոնանկանել եւ փոխարինել զիջող հոգեվորականով։ Քրիստոնյա հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք հայոց ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց սերունդների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, ով Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, ձգտում է Հայաստանը վերածել անդեմ պետության, անկարող պաշտպանել հայ ժողովրդին եւ նրա ազգային շահերը։ Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, որ հայ առաքելական եկեղեցին խոչընդոտ է խաղաղության համար եւ որպես պայման պահանջում է, որ հայկական պետությունը այն զրկի իր պատմական դերակատարումից։ Բագրատ սրբազանն իր նամակում կոչ է անում Վաշինգտոնում անցկացվող դավանանքի ազատության միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացնել իր նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին Հայաստան ու Ադրբեջան նախատեսված այցից առաջ։ Բագրատ սրբազանը նամակում նշում է 3 կետ. հստակ տեղեկացնել Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մասնավորապես Բաքվում պահող 20 հայ պատանդներին եւ Հայաստանում բանտարկված հոգեվորականներին ու նրանց կողմնակիցներին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ներառել որպես երկխոսության գործընկեր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ Մենք խոսում ենք անհատական դեպքերի մասին, սակայն պետք է նաև կարողանանք ամբողջ պատկերը տեսնել։ Թուրքիան ու Ադրբեջանն ասում են բացահայտորեն, որ հայ առաքելական եկեղեցին խաղաղության խոչընդոտ է։ Հայաստանի Հանրապետության կառավարության այս քաղաքականությունը կատարելու Ադրբեջանի ցանկացած պահանջ, որը կբերի խաղաղության, Հայաստանի Հանրապետությանն այսօր գոյաբանական խնդրի առջև է կանգնեցնում։ Այս մասին նաև Բագրատ սրբազանն էր նշում։ Հարցն այն է, արդյոք Հայաստանը կշարունակի սպասարկել հայոց ցեղասպանության զոհերի, ցեղասպանությունը վերապրածների կամ վերջերս էթնիկ զտումներ ապրած արցախահայերի շահերը։
Տրամաբանական արդյունքն այն է, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն եւ կկլանվի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Սա պայքար է քաղաքակրթության դեմ եւ պետք է մտահոգի բոլոր քրիստոնյաներին։ Շվեյցարիայի ազգային խորհրդարանի անդամ Էրիխ ֆոն Տոբելը 2024 թվականին տեղահանված արցախցիների հետ հանդիպումից հետո խնդրագրով դիմել է Դաշնային խորհրդին ընդունելու խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար, նպաստելով հայերի վերադարձին բանաձևը։ Խորհուրդն արդեն ունի մանդատ իրագործելու բանաձևը, հայտնեց խորհրդարանի անդամը։ Նա պատմեց նաև Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպման մասին, նշելով, որ մինչև Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միանալը Վրթանես Սրբազանը Արցախի հարցը փակված չէր համարում։ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակով հնչում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Մենք այլ կերպ ենք նայում այս հարցին։ Մեր կարծիքով, քանի դեռ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց տները եւ չեն կարողանում վերադառնալ, հարցը փակված չէ եւ չպետք է փակված լինի։ Էրիխ ֆոն Տոբելը շեշտեց, որ տեղահանված անձանց վերադարձը պետք է խաղաղության համաձայնագրի անքակտելի մասը կազմի։ Ասաց, անում են ամեն բան, որ արցախահայերի վերադարձի հարցը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահեն։ Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը ներկայացրեց տարեվերջին կենտրոնի հրապարակած «Անարդարությունը Հայաստանում. զանգվածային քաղաքական հետապնդումներ 2025 թվականին» զեկույցը, որն անդրադառնում էր հակաեկեղեցական արշավի սկզբնական փուլին։ Արտադատականության իրավունքով տեսակետից մենք տեսել էինք նույն Սրբազան պայքար շարժման անդամների գործում կեղծված փաստեր, մանիպուլացված, փոփոխված ձախնալսումներ, որոնք բնականաբար ուղղորդում են մարդկանց մոլորեցնում են ամբողջ հանրությանը, ստեղծելով պատկեր, որ խմբի անդամները ունեին նպատակ բռնություն կիրառելու մարդու նկատմամբ, մինչդեռ դա ամբողջությամբ հերկվում է ամբողջ համակարգի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև ոչ պակաս կարևոր անմեղության կանխավարկածի ուղղակի բացարձակ տեսումը այդ ողջ գործերի ընթացքում պետական պաշտոնյաների, ներառյալ նախարարների, պատգամավորների կողմից, երբ որ պիտակավորվում էին իրենք ահաբեկիչներ եւ կամ ավելի վատ բառերով։ Ինչ վերաբերում է եկեղեցու աշխարհում գտնվող եկեղեցիներին եւ դրանց տնօրինման հարցերին, երբ որ գալիս է այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են անձամբ վարչապետի կողմից եւ ոստիկանության միջոցով, այնտեղ կատարվում է իրենց միջոցառումը բնականաբար զրկելով եկեղեցուն տնօրինման իրավունքից, որը կապված է ուղղակիորեն սեփականության հետ։ Ըստ Ռաֆայել Իշխանյանի դժվար է գտնել միջազգային կոնվենցիաներով սահմանված մի իրավունք, որը չի սահմանափակվել կամ չի խախտվել հակաեկեղեցական արշավի ընթացքում։ Ըստ նրա, այս ամենին միջազգային կառույցներից համարժեք գնահատական չկա։ Կենտրոնը կարևոր է համարում, որ քաղաքական հետապնդումների փուլի վերլուծությունն ամրագրվի եւ հասանելի լինի գոնե այս ծավալով։ Պատվիրակության անդամները նշեցին, որ չեն հասցրել հանդիպել վարչապետի կողմն անցած հոգեվրականներին, բայց հետևում են մամուլի հրապարակումներին օբյեկտիվ գնահատական տալու համար։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։